Տոհմային տավարաբուծության զարգացումը խթանելու նպատակով պետությունը վերանայել է աջակցության ծրագրի պայմանները, դրանք դարձնելով ավելի շահավետ ֆերմերների համար։ 2025-ից 29 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրով բարձր մթերատու կովերի ձեռքբերման համար տրամադրվող փոխհատուցման չափը 30-ից բարձրացվել է 50%-ի։ Միջազգային շուկայում գների աճը հաշվի առնելով 1 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր անասունի ծրագրով սահմանված արժեքը 1 միլիոնից դարձել է 1 միլիոն 100 հազար դրամ։ Բարելավել են նաև վարկավորման պայմանները, եթե նախկինում ֆերմերը վճարում էր վարկի տոկոսադրույքի 2-ից 3%, ապա այժմ ամբողջությամբ ազատվում է տոկոսադրույքից, մարելով միայն մայր գումարը։ Արձագանքները նաև հաշվի առնելով տնտեսվարողների հետաքրքրվածությունը, այն տնտեսվարողները, ովքեր չունեին տվյալ պահին կանխիկ գումար, իրենց ավելի հետաքրքիր էր վարկային բաղադրիչը, հետևաբար այս մասով եւս իրականացրել ենք փոփոխություն եւ վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ պետությունը իր վրա է վերցրել եւ սուբսիդավորում է, որպեսզի տնտեսվարողներին վարկերը հասնեն 0% տոկոսադրույքով, բայց ոչ ավելի իհարկե վարկերի տոկոսը մինչև 14% է սահմանված տոկոսային կետը, ոչ ավելի քան 14%։ Պետք է նշեմ, որ տավարաբուծության ոլորտում այս ծրագիրը իր ծավալով եւ իր բնույթով աննախադեպ է եւ երբևէ այսպիսի աջակցություն տվյալ ոլորտում չի իրականացվել։ Սա իհարկե միտված է ընդհանրապես անասնաբուծության ոլորտի ինտենսիվացմանը եւ մասնավորապես տոհմային տավարաբուծության զարգացմանը։ Իդեպ ծրագրի վերանայումից առաջ հայտ ներկայացրած, սակայն տարբեր պատճառներով դեռևս փոխհատուցում չստացած տնտեսվարողները եւս կօգտվեն բարենպաստ պայմաններից։ Նախագծով հետին ուժ ենք տվել կարգավորմանը, որպեսզի հունվարի 1-ից հայտ ներկայացրած տնտեսվարողները, ովքեր հաստատված հայտեր ունեն նախարարությունում, սակայն դեռևս չեն փոխհատուցվել կամ սուբսիդավորումը չի իրականացվել, վերջիններիս համար կարգավորումը գործելու է նույն ձևաչափով, ինչպես նոր հայտ ներկայացնողների։ Նիդերլանդներից արդեն ներկրել են Հոլշտեյն ցեղի մի քանի տասնյակ գլուխ կովեր, իսկ ծրագրի նախորդ տարվա շահառուների տնտեսություններում ակտիվ վերարտադրությունը սկսվել է։ Ծնված մատղաշների մի մասը վաճառում են։ Իդեպ ֆերմերների համար տոհմային կենդանիները տեղական շուկայից ձեռք բերելը շատ ավելի շահավետ է, քանի որ նվազում են թե տեղափոխման ծախսերը, թե կենդանիների հարմարեցման հետ կապված ռիսկերը։ Եթե նախկինում մեկ շահառուն ծրագրով տարեկան կարող էր ձեռք բերել մինչև 300 գլուխ բարձր մթերատու կենդանի, հիմա արդեն մինչև 1000 գլուխ։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ դրսից ներկրելու դեպքում բավականին ծախսատար, ժամանակատար, շատ հաճախ բախվում են նաև լոգիստիկ խնդիրների մեր տնտեսվարողները։ Հետևաբար տեղում տոհմային տնտեսությունների ստեղծումը շատ կարևոր եւ առաջնային է մեզ համար։ Ինտենսիվ տավարաբուծության զարգացման ծրագրից կարող են օգտվել հանրապետության բոլոր մարզերի տնտեսվարողները։ Դիմելու կարգն ու պայմանները մանրամասն ներկայացված են էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք էջում։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։